Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, ուրեմն ինչպես կռահեցիք իմ խոհանոցային այս գեղեցիկ հանդերձանքից, ես եկել եմ, որ ձեզ մոտիվացնեմ ամանորյա տոներին, ուրեմն ինձ հետ միասին պատրաստելու եք շատ համեղ, անուշաբույր ուտեստներ, այսօր կպատրաստենք հավով կոտլետ, 4 հատվածները հեռացնում եմ, այսօր աշխատելու եմ ամբողջական հավով, բայց դուք կարող եք վերցնել նաև հավի ցանկացած մաս, ասենք միայն ազդր, կամ միայն կրծքամիս, կամ երկուսի խառնուրդը, ինչպես որ ձեզ հարմար է, հավը բաժանում եմ մասերի և եթե պատրաստում եմ կոտլետներ, միշտ կաշին հեռացնում եմ։ Ունենք 1 կիլոգրամ հավի ահացած միս, վերցնում եմ 100 մլ սովորական կաթ և ավելացնում եմ մեջը պաքսիմատ, այս պաքսիմատը ես ինքս եմ պատրաստել, գիտեք արդեն, վերցնում ենք սովորական բագետ կամ բատոն տեսակի փափուկ հաց և չորացնում ենք մի փոքր, որից հետո աղում ենք և ուղարկում ենք սառցախցիկ, սառցախցիկում շատ լավ է պահվում պաքսիմատը, ուրեմն ավելացնում ենք այնքան պաքսիմատ, այսպես քիչ, որպեսզի թրջվի հացը և այսպես թթվասերի նման մի փոքր պինդ մասսա լինի և այս մասսան կավելացնենք մսի վրա, այլևս ես պես չեմ թրջում հացը կաթի մեջ, որից հետո մզում այդ տարբերակը ինձ դուր չի գալիս, այսպես կարող ենք ինքներս որոշել, թե ինչքան կաթ և պաքսիմատ պահանջվի, հացը ավելացնում ենք մսի խճողակին, որպեսզի այն լինի շատ հյութեղ, 4 սխտոր, շատ քիչ, գդալի ծայրով, չէ, չարաշահել, փոքր սև պղպեղ, շատ քիչ և իհարկե աղ, 1.5 թեյ գդալ, սա լավ կխառնեմ և գիտեմ հարցնելու եք, բա ձու չենք ավելացնում, Ազա ջան, չէ, ձու չենք ավելացնելու, մենք այսպիսի խճողակ, բավականին, տեսեք, ամուր, այն ստացվելու է շատ հյութեղ, դնենք մի կողմ հանգստանա, պատրաստենք ճոխ լցոնը, այստեղ ես խճողակի համար նախատեսված բաղադրիչներն եմ պատրաստում, սիրելիներս, ուրեմն արդեն գիտեք, որ սոնկը ես նախընտրում եմ ոչ թե լվանալ, այսպես կլպել, տեսեք, պետք կգա մեզ նաև կանաչ սիթապտուղ առանց կորիզի, ինչպես նաև մարինացված վարունգ, սա իմ մարինացված վարունգն է, բաղադրատոմսը արդեն գիտեք կաղալիքում և մի փոքր կարմիր սոխ, այսքանը, հիմա սկսենք սոխից, այն կմանրացնենք, ապակը լավ շիկացել է, այստեղ ավելացնում եմ բուսայով, ցանկացած տեսակի սիրելիներս, ավելացնում եմ սոխը, թող տապակվի, սոխին կհաջորդի սունկը, սա ևս կմանրացնենք մանր, թողնում ենք, որ սոխը այսպես լավ տապակվի, որ համեղ լինի, պես փափուկ չմնա, իր բույրը բացվի,
որից հետո կավելացնենք ամբողջ սունկը։ Եվ կտապանքենք։ Կանաչ ձիթապտուղը կմանրացնենք հաջորդաբար։ Այս կերպով։ Խնդրում եմ ոչ մի բաղադրիչի վրա, որ ավելացնում ենք, չկասկածել, այս ամենը շատ է համադրվում հավի հետ։ Եվ չեք պատկերացնում ինչքան համեղ կոտլետներ ենք ստանալու արդյունքում։ Այսպես։ Մանրացնենք նաև վարունգները։ Տեսեք ինչ վիճակում է սունկը, այն որ եփվել է և մի փոքր տապակվել է։ Եվ այստեղ ավելացնում ենք մանրացրած ձիթապտուղը և վարունգը։ Համեմում ենք աղով, շատ քիչ եմ աղանում, տեղ-տեղ ենք չարաշահում։ Ուրեմն այս ամենի վրա ավելացնում եմ 1 ճաշի գթալ պաքսիմատ մանր։ Սա արվում է նրա համար, որպեսզի խճողակը փուլ չգա մսի ներսում, հա։ Ուրեմն այսպես դուք արդեն կարող եք լցոնել, բայց ես այսօր կավելացնեմ նաև մի փոքր մոցարելա տեսակի պանիր, որը կքերեմ խոշոր կերիչով, այս կերպով, իդեպ կարող եք նաև բարակ ձողերի վերացել, այդպես դնել ամեն մեկի մեջ, բայց կարծում եմ այսպես ավելի հարմար է, եթե իհարկե ուզում եք ավելացնել պանիր։ 4 տեսակի պանիր էլ կարող եք ավելացնել, մազդամ, չգիտեմ, չեդեր, և այլն, և այլն։ Ավելացնում եմ։ Սա էլ լավ խառնում ենք և խճողակը պատրաստ է։ Չափ համեղ է բուրում և իհարկե շատ համեղ է։ Բաղադրիչների տաքությունից պանիրը արդեն ձգվում է, բայց դե իհարկե այն եփված չէ։ Մի փոքր աղ եմ անում և լավ հարում եմ։ Մեկ այլ տափակամանի մեջ ավելացնում եմ պաքսիմատ, ձեռքերը մի փոքր այսպես ջրոտում ենք, քանի որ հավի միսը շատ կպչուն է և անհնար է աշխատել առանց ջրի, այսպես մի փոքր։ Տեսեք ունենք այսպիսի կոլորած միս, որը ափի մեջ այսպես բացում ենք, տեսեք, բացվեց շատ արագ և մեջը ավելացնում ենք մեր խճողակը։ Խճողակը արդեն այսպիսի ենթարկվող է, կպչուն է և շատ հեշտ կլինի նրան կառավարել։ Տեսեք, վրա ենք բերում միսը։ Այս կերպով։ Եթե իհարկե չհերիքի, մի փոքր միս կարող եք այս կարի վրա ավելացնել, ինչպես ես դա արեցի, տեսեք ինչքան լավ է ստացվում, մի փոքր էլ եմ, չենք վախենում ջրոտել ձեռքերը։ Իհարկե չափը կոտլետի ինքներդ եք որոշում, կարևորը շատ գեղեցիկ այսպիսի ներկայանալի տեսք ստանալ, չէ՞։ Կարող եք այն հետո տափակեցնել, բայց ես սիրում եմ, որ մի փոքր կլորություն են ունենում։ Զագատովկա, պոլուֆաբրիկատ էլ է։ Սա արդեն պատրաստ է։
ինչ եմ անում, ուղղակի դնում եմ ձվի մեջ, այսպես, ձեռք չեմ տալիս, որպեսզի շարունակեմ հաջորդը։ Օրինակ, հիմա ես բավական խոշոր եմ պատրաստել, բայց եթե ինչ-որ առիթի համար եմ պատրաստում, սիրելիներս, միշտ ավելի փոքր չափ եմ նախընտրում, հա, բավականին, այսինքն փոքր չափ։ Քանի որ գիտեք, ուտելիքների տեսականին առիթների ժամանակ շատ է, էլի դնում եմ այսպես, ձվի մեջ։ Հիմա մի հատ էլ կանեմ և հիմա այսպես ձվի մեջ թաթախում եմ, կարող եք չշրջել, տեսեք այսպես կողքից ավելացնել վրան, այսպես, դուրս եմ բերում, դնում բաքսիմատի մեջ, ձեռքս սրբում եմ արագ, որպեսզի բաքսիմատը չկեղտոտեմ, չգնդվի, այսինքն, հա, բաքսիմատը պատում եմ, շատ հեշտ բաքսիմատի մեջ նորից ձև եմ տալիս և երկրորդ անգամ արդեն չեմ թաթախում, դուք կարող եք նաև երկրորդ անգամ ձվի մեջ թաթախել, այդպես կլինի ավելի այսպես խրխրթան կեղևով, ասեք, որ շատ լավն է մեր կոտլետը, ամուր, այսպես, որ ասում է չալարեմ, երկրորդ անգամ այն ձվով կպատեմ, հետո նորից բաքսիմատի մեջ, տապակի մեջ ավելացրել եմ բավականին չափաբաժնով բուսայով և դնում եմ տապակվելու կոտլետները, կրակը միջին է, պարզապես կոտլետները տապակում ենք միշտ արդեն լավ տաքացած բուսայովի մեջ, որոշեցի այս մյուսն էլ անել երկու անգամ ձվապատել, այսպես, տապակելու ընթացքում ցանկալի է շուռումուռ տալ, չսպասել, որ ամբողջությամբ կարմրի մի երեսը հետո, հա։ Իհարկե տապակելու աստիճանը կորոշեք ինքներդ։ Ես մի փոքր կկարմրացնեմ։ Համեղություն պատրաստեցինք միասին, սիրելիներս, և իհարկե փորձելու ենք նախ և առաջ, ինչ խրխրթան է, թեպետ արդեն մի փոքր սառչել է, և ես ուզում եմ ցուցադրել ձեզ մեր կոտլետները։ Բարակ մսի շերտ և պանրային հարուստ միջուկ։ Հատ էլ այսպես ցուցադրեմ, իհարկե, կողմեր վերցնենք։ Տեսնում եք։ Եվ իհարկե, կփորձեմ ձեզ համար։ Բուրում է աննկարագրելի համեղ, շատ համեղ է, այնտեղ բալիկներս միջուկից անընդհատ փորձում էին, ասում էին մամա, այս ինչ համեղ միջուկ է, նշանակում է, որ շատերի բալիկներին այն իհարկե դուր է գալու։ Սիրվողը 2-ից 3 հատ է ուտելու, այնքան համով է, շատ համով է։
չկարելի է չարազանել։ Ու ասեմ, որ ինչ-որ տեղ շատ համայնով նման է հարուստ պիցցայի իտալական։ Այսքանը սիրելիներս, շատ ուրախ եմ, որ ձեզ առաջարկեցի նման գերազանց գերագույն համեղ ճաշատեսակ, որը հուսով եմ կպատրաստեք և կգրեք ինչպիսին էր բաղադրատոմսը։ Այսքանը, մինչ նոր շատ համեղ ամանորյա հանդիպումներ։ Շատ համովեր է, շատ խորխորթան, այս ինչ համով է։